Մեր մարտի 8-ն է, կրկին շնորհավոր, ուրեմն Ռիմա տատիկս դեռ մեր տանն է, նստել ենք հացի, ասում է դու մի բան մոռացել ես, ասում եմ էդ ինչ է, ասում է այնտեղցի կամպոտը, որ ես տեսա, հատիկները տեսր, հիմա հələ ասեք տեսնեմ, էլ ովքեր են այս սրանք սիրում, հələ ասեք, ես էլ ի սրտե հյուրասիրեմ, հապա, ասեք, նարին ջմպիր դեղցա, այս ենք, ապա, համեցեք, դա մենք սեղան, բերի, հարսին, Ընդերից նայում էի, հիացել էի այն, լավն է, չէ, իրա գաբարիդին են համապատասխան, դեղցա, դրա համար շուտ ուզեցի, ես ամեն ինչի մեծն եմ սիրում, մեծը, հիանամ, ապրես, Ես հիանամ հոգորից, բանք են որ կծում են պտի լավ, այո, ամենանտիրը, Էլ որ տեն մարտի 8 չեղն է, բաղ չվախնախ, Ալեքս, վсё, ողջեղնեք, ողջերնեք, դուք կարկորտակեր, դուք բրիկասեք, երեք ձեզ պալյավ, երջանիկը լեք, միշտ ուրախ ըլնեք, ես չար բաներն է թող կոր չեն գնան, հա, իրեք, մեզանից, ու լավ լինես, մատատեք տոնը շնորհավոր, առողջ ու լավ լինես, միշտ մեր հետ, միշտ մեր հետ, ձեր տոնն է շնորհավոր, ջեր խմեք և ամուշանեք, միշտ մեզ հետ, միշտ ես ասում ազիզ ջան, միշտ միասին ըլենք, լավ ըլենք, առողջ ըլենք, երջանիկ ըլենք, Տեր Աստվածն է թող մեր միշտ պահապանել է, ճիշտ է, ողջ, համով, լավը, սիրուն, մեկ ինչ փոքր է, մեծ են սա, Ամեն կողմը համ է, վсё, դեղել է տո խաղող դրեց են նորմալ է, ինքը կամ ու համ, ուրեմն սիրելիներս, ժամը 4-ը անցա, շուտով 5-ը, հալա, իմ լվացքին, ինչքան շատ է, եղանակը ընտիր եղանակա, բավականին լավ եղանակա, ես անընդհատ գործերի մեջ եմ, ոնց են ասում, ոչ գործը սկիզբ ունի, ոչ էլ բնականաբար վերջ, ու ինչա պետք անել, այդ ամենի միջից պատվով դուրս գալ, ինչ եմ արել ես այս օրերին, Ալեքսիս ծննդյան տոնից հետո ամուսինս որոշել էր մատաղանենք ընտանիքի բարօրության համար, չգիտեմ, լավ գործերի, հաջողության ու սենց բաների համար, ոնց որ անընդհատ խառը, դրանից են կողմ եկավ հասանք մարտի 8, սիրելիներ ջան, ու Ռիմա տատիկ անքել, որ եկել էին, գիտեին, որ մատաղ ունենք անելու մի խոսքով
մարդիկ տեղեկացված էին, գիտեին, հենց այնպես չէր, ոչ մի բանը, դրա համար հարգելով մեզ եկել էին ու ամեն ինչը փաթթարծու դավեր ստացվեց։ Շատ լավ ստացվեց, ոչ թե լավ արտակարգ։ Անկրկնելի օրեր ունեցանք այս 2 օրը, թե ինչ աստիճանի երջանկության մեջ էր Ալեքսը ու ոչ միայն Ալեքսը, բառերս չի հերիքի, որ նկարագրեմ, որովհետև իրոք անակնկալների հետևից եղան, շատ ուրախացանք, շատ մեզ լավ զգացինք, այնտեղ մորքուրիս աղջիկը իր ընտանիքով եկավ, իր երեխեքով, բացառությամբ ամուսնու, այդ երեխեքի հետ ինքը թողել էր գործ ամեն ինչ ու հանուն Ալեքսիս վեր կացել եկել, որ իրոք չգնահատելը շատ ամոթ բան կլներ, աննկարագրելի երջանկության մեջ էի, ուրախությանս չափ ու սահման չկար, անկեղծ եմ ասում, մաքուր սրտով եմ ասում։ Այն էմոցիաները, որ ես ապրեցի, հենց ես բառերս չի հերիքի, որ նկարագրեմ, իսկ ծննդյան տոնը դա մի ուրիշ էր, ամեն տարի տարվա վրա ասում ենք ուրիշա, բայց այս մեկը լրիվ ուրիշ էր, դե գիտեք, տեսել եք, կանչել էի ուրախ Արագիլ խմբից, որ սերենադ երգ Ալեքսիս համար, երբ որ ես որոշեցի, որ կանչեմ իմ ծանոթներին, երբ որ ասեցի սենց բան եմ արել, ոչ մեկ չգիտի, ես իմ հոգու հետ այդ ձևի պայման եմ արել ու Ալեքսի համար սերենադ եմ կանչել, իմ ծանոթները հենց տարօրինակ աչքերով ինձ նայեցին, բա այդքան փողը իմաստուներ տալը այս կողմիկոն, ես ասում եմ, իմ մտածելով պետքա որ լավ լինի ու ես հանուն իմ երեխու չեմ էլ ափսոսա, որովհետև ամեն լավ բան հասնում է իմ երեխուն, մանավանդ, որ մի քիչ էլ ավելի արժանի է, էլի, ոնց ասեմ։ Ու այդքանից հետո, երբ որ մարդիկ եկան բարեխղճորեն ձևով իրանց գործն արեցին, բոլորը հիացմունքի մեջ էին, Ալեքսս աննկարագրելի էր, արդեն տեսած կլինեք ծննդյան վլոգը, ճիշտ է այս օրերին մի քիչ խառն եղա, շատ ուշ տեղադրեցի, բայց թե ասում ամեն ինչի վերջն է, հա, գովելի, երեխեք մի անգամից նենց եմ ծալում, որ հարթուկելուց հեշտ լինի, դրա համար սենց երկար եմ անում, մի խոսքով խոսքից խոսք չգնա, հա, շատ լավ օրեր ունեցանք, շատ արտակարգ, շատ լավ պահեր, Ալեքսը մնում ասում, մամա, ես իմ ծնունդից շատ գոհ եմ, շատ ապրես մամա ջան, դա այդքանը իմ համար
ամեն ինչ արժե, ամեն ինչ, ու էլ ոնց կարաս չանես, չի կարա տենց բան լինի, ու ես կրկին անգամ համոզվեցի, որ այո ճիշտ արեցի ու շատ տեղին արեցի։ Էս է, մամայի նսա, մամայս շոտ հավակ, հավաքում եմ հավաքը, զալս իդեալական, մաքրել եմ, տեղավորել եմ, Էսա ցույց տամ դուք էլ տենաք, որ չասեք, Անահիտը շուտի բաներ է ասում, սկսեմ ստեղից, սենց սիրուն, ու ստեղից, տեսնում եք, փուչիկներն ա մնացել, ստեղ էսա, մի խոսքով, նույն իմ զալը, դեռ մի հատ էլ եմ փոշի հավաքելու, բայց ոչ ես պահին, կարևորը մնացածը սաղ արած դրածը, այս տուրից բացա դեռ, ավանդական պոլիփայտը, հասրավալան եմ ինչ արել, այս մեր ճոճանակը միջուկը հանել եմ, որ մարդես էլի կենթանի մենթանի չնստի, հետո մազերը որ կպնի, ես չեմ սիրեմ տենց, սիրելիներ ջան, մեղկս ինչ թաքցնեմ, բայց եկեք ես դուրը մի հատ փակեմ էլի, մեղքեր, այսօր ոնց են ասում գարունգվա օր արավ, տեղը տեղին գարուն, շատ գործերիս 80%-ը արել եմ ու դա իմ համար արդեն իսկ ամեն ինչա, իսկ առավոտյան էտա ռիմատատիկան կեսօր գնացին, մարդիկ հատուկ, մեր խաթր, էտ տարիքին, որտեղից որտեղ, վեր էին կացել ու եկել, ոնց չգնահատեմ, ոնց չասեմ շնորհակալ եմ ես ձեզանից, իրանց էլ եմ ասել, սենց էլ եմ ասում, որ չեմ էլ ասում, որ շատ ասեցի, հա, ոպա, էս, ուզում եմ ինչ կա չկա մի անգամից հետը ստանամ, ունամ կարամ, որ ուզենամ կարամ, կկարանամ, էս էլ, ասում եմ կեֆը սենց պետք է լինի, որ հլը դեռ տակին էլ մնա, հլը ասեք տեսնեմ, էլ ովքեր են սենց անեմ ու գնամ, ես որ ես եմ ես գնացի, տնավարի, հայավարի, հավեսով, մնաց ես մեկը, էտել ես հակը կամ էլի կհավակ, բոլորն ինձանից գոհ էին, երեխեքը շատ ուրիշ ձևի
լավ ձևով գնացին, իրանց ծնողները քանի անգամ շնորհակալություն ցանկեցին, ասեցին, այդ որ իմ համար ամենակարևորներից, որ իմ տան հյուրը գող ուրախ դեմքով շպիտը դեմքին գնում է, դրանից լավ բան իմ համար չկա, հետո ես ինչ էր, ուժգին երկրաշարժ, վայ աստված ջան, ստեղ ամուսինս խորովածի պատրաստությունն տեսնում, Իրիկունը մաման գա, նստենք, հաց ուտենք, մարտի 8 նշենք, գիտեմ հարցնելու եք, բա մամայիդ ինչ ես նվիրել, շատերը չեն էլ հարցնի, ցույց չտվեցիր, ուրեմն ոչինչ էլ չես նվիրել, երեխեք ջան, մեր նվերները գումարի տեսքով առնում, մենք անգամ դասարանով, եթե ծնունդ ենք գնում, նախընտրում ենք գումար, տվյալ երեխու ծնողը ինչ կուզի, թողեն էլ անի, ու նույնը ես, իմ բարեկամս կգնի, թե մամաս կգնի, ով կգնի, եթե ես որոշում եմ, որ գնամ, գումարից ճիշտը հաստատ չկա, որովհետև դու արդեն ուրիշի փոխարեն չես կարող որոշես այն, ինչը ուզում է ուրիշը, ընթացքում իհարկե հյուրեր եմ ունեցել, սրճել ենք, ընկերուհիս ա եկել, առանց ընկերուհիների կյանք չկա, չէ, կա, բայց մի քիչ այն որ օրոդ լծվում է ընկերուհիներից շնորհքով, չէ, լծվում ընկերուհիներից ներկայությունով ու ամեն ինչով, սիրելիներ ջան, հիմա ես էլ երևի թե վերջացնեմ, սուրճ ես ձեր հետ չեմ խմի, որովհետև չեմ ուզում չարաշահեմ, հիշում եմ իմ առողջ ապրելակերպի նախապայմաններից գոնե շատ չշեղվեմ, ճիշտ է, շեղումներն անխուսափելի են, որովհետև տանը ամուսին կա, լիքը տուն, հյուրեր, չի լինում էլի, ասում է տան տիրուհին էլ չէ, պետք է դնի, ասի, հյուրասիրի հետները նստի, որ ամեն ինչը ճիշտ լինի, խոսքի օրինակ չդնես ու ասես թե կերեք, պետք է տարբեր ձևով մարդկանց փորձես էլի, իսրտե հյուրասիրես, ես նախընտրում եմ այդ տարբերակը չգիտեմ, բայց էլի ամեն ինչով փորձում եմ խախտումները քիչ լինի գոնե, որ այսքան չարչարանքս ջուրը չտակվի, որովհետև դժվար է էլի, որ կենսակերպդ փոխում ես, այն սկիզբը շատ ահավոր է առնում, քեզ թվում է, որ դու դա չես կարա, քո մոտ ոչինչ չի ստացվի, բայց հետո գնամ մի հատ սրբիչներից Նիկայի ձեռի սրբիչը բերեմ, անգամ խոհանոցում է, մեր սրբիչները տարբեր, իհարկե առօրյայում էլ նկարս ինձ սիրուն է, չէ, բայց խոհանոցում առավել ևս այն առավոտվա սիրուն կամպոտի հատիկներից մի երկուսը մնացին, Նիկան էլ է շատ սիրում, ինքն էլ կերավ, ու ես դրանից ուրախանում եմ մի այլ կարգի, տունը տուն չի, որ այդ դրած հացը չուտվի, երբ որ ես Ռոզային
Այնքան ծիծաղել ենք, ասում եմ Ռոզա, գիտես չէ, որ Ալեքսն ասել է, Ցեզերը դու պետք է սարքես, ասում է կատակ չի, ասում եմ չէ, իմ երեխան եթե ուզում է, ուրեմն այդ Ցեզերը պետք է դու սարքես, ասում է ինքդ սարքի էլի, ասում եմ կսարքես թե ոնց, մի խոսքով, շատ չի երկարացնեմ, մարդու աղջիկը շատ ջանասիրաբար ու հավեսով էլ սարքեց, շատ բաներ ինձ օգնեց, շնորհակալ եմ եւ իրան եւ բոլորին, ես էլ Միլուշիս բերածն է, ինչքան լավն է, ու ինչ էի ուզում ասեմ, երբ որ բոլոր բաղադրիչները դրեցի, ասում եմ շատ է, բաժանորդներից էլ էին գրել, ասում է, ես մի հարսանիքի սալատ ես դու առաջարկում, ասում եմ սարքի, ոնց որ սիրտս վկա էր էլի, թող շատ դնի, երեխեք, ու ճիշտ էլ վկա էր այս սիրտս, տեսակ, ինչքան անակնկալ ջուր էր ունեցա, իմ սարքած սեղանները շատ քիչ էին, ու ես նորը սարքեցի, ու չխառնվեցի, չասի, ես ոնց կլինի, ես կոմ, ու դրանից շատ ուրախացա, այստեղ եմ մաքրել, սիրունացրել, խնդրեմ, Ալեքս բալայի չացրու գանձուլակ ջան, այստեղի հատակս փայլը մա ուղակի, այն կոմերում բեռելի աշխատելու տեղ կա, չէ հատակ ասեցի, մի բան հիշեցի, ասում է, այսօր ուրիշ է կարգը, ես չեմ մաքրել հատակը, չէ, հլա հետ գնացեք մանկություն, ու հիշեք, տեսնեմ ովքեր են հիշում, ուզում եմ ցույց տամ Ալեքսիս նվերները, որ ձեզնից գաղտնի ոչինչ չունենան, նկարներում կամ հոլովակում տեսած կլինեք մինիսոյի տոպրակ, հոգնել եմ շատ զգում եմ, որ արդեն էլ չկամ, որի մեջ ինչ կար, այսա կար, այսա, Քրիստինայիս բերածնա, սայա, պորտմանչիկ, կոպեկների համար նախատեսված, վայ, Ալեքս ջան, ես էլ էր, սայա, ես նապոնա, ես պլասմասա, ես քեզ կլնի ջրի շիշ, Ալեքս բալա, հələ բացել է, սա չի ջարդվի, գոնե հույս ունենանք, քիչ ջան, Իս թվում է, սա ոնց է, երկար էլ կարճանալու տեղ էլ ունի, սրան երկարացնելը ճիշտ կլինի, չէ, այս մեկի վրա էր գցած, դնենք սրա վրա, այս լվամ հետըտ կտամ, այս դպրոց բալես, Բայց ես էքուց կիրակի, էքուց դպրոց չկա, ակուս ես դպրոց, թող նկարեմ, հա Ալեքս, սայա, կարևալա սակը բացը բետո, այս էլ էր, Քրիստինե մոքորը բերել, թե ես նոնատոտան էր բերել, նոնատոտան, լավ, այս ուրեմը Քրիստինեիս բերածնա,
Էս էլ իմ հարևանուհին ա բերել։ Էս ծևի հավես։ Էս օծանելիքի հետ։ Ստացել ենք նաև էսպիսի նվերներ։ Մի հատ սենց քաղցր, մերսի, գինի ու մայիչկա, բոլորիդ շատ շնորհակալ եմ, էս էլ իմ մամայիս ընկերուհին էր բերել, բոլորին շատ սիրում եմ, բոլորից հոգաչափ շնորհակալ եմ զուտ իրանց ներկայության համար, որ իմ երեխու օրը տոն դարձրին, մենակ մարդու հիմա պետք ոչ մեկի պետք չի, մարդու տղու դուրն եկավ շիշ, կտան ես խոհանոց բալես, հարմարա քեզ, Այս ինչա, էդ ուղագիր, հանի բալես, Սա բաց է բելի, չէ չբաց է, Սա ինչա որ, պետք չի, մենակ մարդը ոչ մեկի պետք չի, Այս ոնց որ աղա թե, չէ խոնավության համար բան արել չեմ, բոլորից շատ շնորհակալ եմ, շատ գոհ եմ, փափուկ, ու մի անգամ էլ սենց ասեմ շնորհակալ, իսկ այսօրվա համար ժողովուրդ երևի թե այսքանով կսահմանափակեմ, մարդ ես պահի տակ, եթե մի հետաքրքիր կադր լինի կմիացնեմ, իսկ եթե չէ, այսօր ուզում եմ սենց տնական, նեղ ընտանեկան, մարտի 8 նշենք, մամաս, ամուսինս, ես ու տղես, հեռուների ականջնել կանչի, բոլորին էլ շատ սիրում եմ, բոլորից էլ շատ գոհ ու շնորհակալ եմ, զուտ իրանց ներկայության, ամենալավ բարեմաղթանքների ու իր սրտե նվիրվածության համար, ես ինքս տեսակով են մարդն եմ, որ չեմ նվիրվի, բայց եթե նվիրվեցի, անմնացորդ կնվիրվեմ, ու նույնն էլ փառք Աստծո, իմ դիմացի անձնավորությունից, շատերից ստանում եմ, Աստված այ այդքան շատ սիրում ու իր հովանու ներքոյա պահում մեզ, այսօր կրկին անգամ համոզվեցի, որ այո մաման շատ ճիշտ ասավ, Աստված պաշտպանեց մեզ, իրա պաշտպանելով շնորհավորեց մեր բոլորի մարտի 8-ը, որովհետև այն ահու սարսափը, որ ես զգացի, ու իմ նման շատերը հենց այդ պահին ենք չէ գնահատում, որ ամենապրածդ օրն ու րոպեն պետքա մաքուր ապրես նամուսով, թասիբով, պատվով, հարգանքով, առանց ատելության, ումա պետք ատելությունը առաջի հերթին քեզ ա կեղտոտում, հետո նոր դիմացինիդ, դրա համար ես չեմ սիրում ատելություն, ես սիրում եմ նվիրել, նվիրվել, ժպտալ, անկեղծ շփվել, նույնն էլ ակնկալում եմ իմ դիմացի մարդկանցից ու փառք Աստծո ստանում եմ նման վերաբերմունք, այնպես որ այս պահի համար այսքանը, եթե ինչ-որ մի հետաքրքիր բան կստեղծեմ կադր, իսկ եթե ոչ, այ արդեն ժամը 5:30 դրանից են կողմ, Էսա մամաս էլ կգան, իկաներ ընդեղ, նա, այս կողմից երևում է, բզբզում է, խորովածի կրակն է նախապատրաստում, շամփուր, մամփուր, միսը մարինացրել է, կնստենք տնավարի, հայավարի, մեր օրը կանցկացնենք, շատ սիրենք ու պահենք, պահպանենք մեր ծնողներին, մեր մամաներին, պապաներին, ովքեր էլ երազում են մամա-պապա դառնալու մասին, Տեր Աստված իրականացրու իրանց մտքերը, իղձերը, նպատակները, իսկ այս առիթից օգտվելով կրկին ու կրկին ասեմ, որ ես մորս շատ եմ սիրում, ոնց կա
ծնողին չսիրես, ինչ եմ նվիրել իմ մամային, նվերի տեսքով գումար, դրանից ճիշտը չկա։ Այդքան է, սիրելիներս, տեսնեմ որտեղ կհանդիպենք։